Ամասիայի բնակիչ Էմիլ Եֆրեմովը սահմանադրական հանրաքվեին իր փաստացի բնակության վայրը թողել, ոտքով Գյումրի է հասել ուրիշի փոխարեն քվեարկելու համար։ Ընտրակեղծարն այսօր դատարանում ընդունեց մեղքը, պնդելով, թե իրականում չգիտեր, որ արգելվում է այլ մարդու փոխարեն քվեարկել։ Ընտրելու ցանկությունը այդքան մեծ էր ձեր մոտ, որ Ընտրելու չէ, որ չգիտեի, որ չի կարելի դեմ։ Ընտրելու չեմ ուզում։ Ամասիայից ո՞նց եք եկել Գյումրի։ Ոտով։ Նիստն ընթացավ երևանյան դատերի սցենարով, Ամբաստանյալը կրկին միջնորդեց արագացված կարգով քննություն անցկացնել, առանց դեպքի մանրամասները պարզելու։ Մեղադրողն էլ միջնորդեց օրենքով նախատեսված նվազագույն պատիժը սահմանել 600,000 դրամ տուգանք, հաշվի առնելով, որ Ամբաստանյալն ընդունել է մեղքը, բացի այդ կան մեղմացուցիչ հանգամանքներ։ Ամբաստանյալը Վլադիմիր Եֆրեմովը ներառուչ ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի 600 պատիկի, այսինքն 600,000 դրամ Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ Վերջին խոսքում Ամբաստանյալն ասաց, որ զղջում է արածի համար ու մեղմ պատիժ ակնկալում դատարանից։ Զղջում եմ մարմնիս համար, ընդունում մեղքս եւ ընդունում դատարանին վերաբերում որքան հնարավոր Դատարան նրանում է խորհրդարան սենյակ, դատարանը վճռեց Էմիլ Վլադիմիր Եֆրեմովին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153 հոդվածով եւ դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 600 պատիկի 600,000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 2 ժամ տևած դատավարության ավարտին ընտրակեղծարը ազատության հետ զրույցում խոստովանեց, որ տուգանքը վճարելու համար գումար չունի, ստիպված վարկ է վերցնելու։ Կարողանաք վճարել այդ 600,000-ը։ Ոչ։ Ինչ եք անելու, բա։ Վարկ կվերցնեմ։ Վարկ եք վերցնելու, հա։ Շիրակի մարզում հանրաքվեի վերաբերյալ դատարան է մտել քրեական 4 գործ, բոլորն էլ ուրիշի փոխարեն քվեարկելու մեղադրանքներով։